Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել իր պատկերացումների մասին, մտածածին պատկերացումները վերագրելով իրականությանը, դրան անգամ կոնցեպտի անուն են տվել, անվանել եք իրական Հայաստան։ Ես ուզում եմ խոսել Հայաստանի իրականությունից, եւ քանի որ բյուջեն ենք քննարկում, սկսենք թվերով։ Իմ գործընկերները շատ ասացին, շատ խոսվեց պետական պարտքի կրկնապատկման մասին, դրա մասին շատ խոսվեց, ես հիմա ավելի մանրամասն չխոսեմ, բայց ես իսկապես ձեզ մի կիսաանձնական բնույթի հարց ունեմ։ Եթե դա հանկարծ խախտում է ձեր անձնական տարածքը, ինչ որ այլ գաղտնի տվյալներ է բանանում, պարունակում կարող եք հանգիստ չպատասխանել, բայց անկեղծ ուզում եմ հասկանալ, այդ որ կրկնապատկել եք, շուրջ 8 միլիարդով ավելացել եք, այդ գումարները ինչ եք արել։ Ես լուրջ ուզում եմ մի հատ հասկանալ, ինչ են եղել այդ գումարները, որտեղ ես նայում եմ ցուցանիշներին, նայում եմ թվերին, վիճակագրական ցուցանիշներին։ Օրինակ դուք ստանձնել եք պետության ղեկավարությունը, իդեպ 7 տարի արդեն իշխանության եք, հավակնում եք լինել ամենաշատ Հայաստանում պաշտոնավարած թիմը եւ ղեկավարը, ստանձնել եք, երբ որ աղքատությունը 23.5% է, չեմ էլ անդրադառնում ինչ խոստում եք տվել։ Հիմա ըստ վերջին տվյալների 2025-ի աղքատությունը 23.7% է։ Այլ ցուցանիշներ ենք բերում, ծայրահեղ աղքատության, հանցավորությունների աճի, թմրամիջոցների ապօրինի շրջանառման, որտեղ ավելացում կա, դուք ասում եք, դուք չեք հասկանում, մեթոդաբանությունն ենք մենք փոխել։ Սկսել ենք ուրիշ ձև հաշվել, դրա համար է մենակ բանը պայմանավորված, թվերի վատթարացումը, ուրիշ ոչ մի հանկարծ այս երկրում խնդիր չկա։ Բայց այ որտեղ աճ կա օրինակ 31%-ի աճ սպառողական վարկերի բանում, սպառողական վարկ վերցնողների թվի մեջ։ Վարկով ապրող պետություն, վարկով ապրող քաղաքացի, գնալով թանկացող գներ, չաճող եկամուտներ, այսինքն ոչ թե չաճող, թվերը աճում են, բանի վրա, թղթի վրա աճում են, կենսամակարդակը դրանից աճում է, չէ, բայց ես անձերն աչքով կարող եմ տեսնել, այդ գումարների մի մասը առնվազն որտեղ են գնացել, ձեզնից կարող եմ տեսնել, ձեր թիմակիցներից, ձեր վարած մեքենաներից, հիմա ես ուզում եմ գալ նաև ժողովրդավարության իրական պատկերի, Այս ինչ աղմուկ է, ժողովուրդ ջան, կգաք ստեղից կխոսեք։ Ես ժողովրդավարության իրական պատկերի մասին եմ ուզում խոսալ։ Ուրեմն կրեդոն այս թիմը հայտարարել էր, որ ժողովրդավարությունը իր կրեդոն է։ Հայտարարումը, չգիտեմ էլ իրականում ինչ դեմքով ընտրություններ չկեղծելու, վարչական ռեսուրսներ բանանելու, չօգտագործելու մասին։ Համայնքների անուններ եմ ուղղակի կարդում, մի հատ լսեք, էլի։ Գորիս, Թալին, Վանաձոր, Վարդենիս, Բերդ, Անի, Ալավերդի, Ախուրյան, Գյումրի, Մասիս, Մեղրի, Քաջարան, Կապան, դուք այս կամ այն կերպ միջամտել եք այս համայնքներում տեղի ունեցած ընտրություններին, որտեղ ձեր սրտի թեկնածուներ չեն ընտրվել։ Իսկ փարաքարինը չեմ անդրադառնում, ուղղակի, որ ֆիզիկապես այդ մարդը այլևս գոյություն չունի։ 15 համայնք։ Չէ, սա ընտրություններ չկեղծել է, բանը, կեղծելու հետ կապ չունի, մենք չենք կեղծում ընտրություններ, մենք ուղղակի իրանց արդյունքների հետ հաշվի չենք նստում։ Բանը, ԿՊԻ կրեդոն, նոր բանը, հայտարարությունը, սլոգանը։ Հաջորդը 10 թեմ ունի Հայաստանի Հանրապետությունը։ 10 թեմ։ Ինչ եք կարծում, քանի թեմի առաջնորդը հենց հիմա, երբ որ ես խոսում եմ, բանտում։ 3։ Չէ, սա հանկարծ սխալ չհասկանաք։ Սա բանը, եկեղեցու դեմ արշավ չի, չէ, կապ չունի դա որևէ կերպ եկեղեցու արշավի, վեհափարի նկատմամբ արշավի հետ, պատահականություն է, ուղղակի, հենց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեր եկեղեցու մասին խոսեց նույն Փաշինյանի հայտարարություններով, հենց Հայաստանում սկսվեց արշավը եկեղեցու դեմ, սրբազաններ միանգամից հանցագործ դարձան, միանգամից, դա որևէ բոլոր համընկնումները բան են, պատահական են։ Այսօր առավոտյան մեր մոտ ընդհանրապես նենց բան է, գիտեք, անցած քարորյան ինչ տեղ ունեցավ, երբ որ իմ գործընկերը ստեղից խոսում էր քաղբանտարկյալների մասին, իր ելույթի ընթացքում այդ քաղբանտարկյալների թիվը ավելացավ։ Մենք արթնանում ենք, որ գանք ազգային ժողով կամ այլ տեղ աշխատանքի ու չգիտես ինչ իրավիճակում կարթնանաս։ Այսօր առավոտյան դուք նորից կալանավորել եք 2 բլոգերների, ձերբակալել եք։ Ժողովուրդ ջան, հանգիստ, կգաք ստեղ կարտահայտվեք, հանգիստ։ Հիմա, դուք կալանավորել եք, մի քանի ամիս առաջ էլ, նույն հոտվածով, նույն մարդկանց կալանավորել եք։ Հետո գիտեք դատարանը ինչ որոշեց այդ հոտվածի հետ կապված։ Առաջինացիան անմեղ ճանաչեց այդ մարդկանց։ Գիտեք, ես չեմ ողջունում վիրավորական խոսքը, հայոյանք առավել եւս, չգիտեմ էլ անգամ ինչ են ասել։
Բայց ես խորը կասկածներ ունեմ Նիկոլ Փաշինյան, որ ձեզնից ավելի վատ բառապաշար են օգտագործել։ Խորը կասկածներ ունեմ, անկեղծ եմ ասում։ Ու չգիտեմ ինչի։ Մենք չենք տեսնում, որ ԱԱԾ-ն գալիս է ձեզ կռացրած տանում է։ Մենք չենք տեսնում, որ մարդասպաններին ԱԱԾ-ի հատուկ հակահաբեկչական ջոկատը գալիս տենց կռացրած տանում է, բայց այն դիմադիրներին խնդրեմ, վեհարան է պետք մտնել։ ԱԱԾ-ի բանը ջոկատին չի համար ահաբեկչության դեմ պայքարի, սև, կարմիր բոլոր բերետավորները։ Ես ուզում եմ խոսեմ Հայաստանում պատասխանատվության կամ իրականում անպատասխանատվության իրական վիճակից։ Մի քանի օր հետո լսումներ եք դրել, վերնագիրը կարծեմ մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունը։ Լավ եք արել, իրականում ես կարծում եմ, որ մարտի 1-ի քաղաքական պատասխանատուներին մենք պիտի գտնենք, այո, ես ձեզ հարց ունեմ, ինչի միջև հիմա մարտի 1-ի սպանությունները այդպես էլ չեք բացահայտել, ասում են քննության ընթացքում ամենակարևորը, որ ինքդ քո հետքի վրա չբանանես, դուրս գաս։ Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուներին էլ պիտի գտնենք, ընդհանրապես բոլոր, այո, Հայաստանում աղմկարույց դեպքերը, եթե քաղաքական նրբերանգ ունեն, պիտի պատասխանատուներին գտնվեն ու պատժվեն, բայց ես հարց ունեմ։ Ինձնից հետո առողջապահության նախարարն է խոսելու։ Այն զինվորների մասունքները պարկերի մեջ պահելու քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա, թե ներողությունը մենակ հերիք է։ 15 զինվորների այրվելու քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա, հղի կնոջ վրայերթի քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա, ձեր դեմ ցույց իրականացնողների վրա չթույլատրված զինատեսակներ կիրառելու քաղաքական պատասխանատվության հարց կա, այստեղ խնդիր չկա։ Թե քաղաքական պատասխանատվությունը մենակ այն ոչ ձեզ է վերաբերում, բոլորին ոչ ձեզ։ Ես ուզում եմ խոսել իրական անվտանգային իրական իրավիճակից։ Շատ ենք խոսել այս պայմանագրերից, այդտեղ ինչքան պետք լինի հայտարարությունների պնդումները կրկնեմ, բայց ես մի հատ քրոնոլոգիա եմ ձեզ ուզում ներկայացնել։ 2020-ի նոյեմբերի 9-ին կնքել եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, պատճառաբանությունը մարդկանց փրկել, որ պատերազմ չլինի։ 2021-ին Սև լճում եկել են, տարածք են գրավել, մինչև հիմա այդտեղ են։ 22-ին Ջերմուկում են տարածք գրավել, մինչև հիմա դուրս չեն եկել, գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ կսովածանան, հետ կգնան։ 2023-ին հայաթափվել է Արցախը, 24-ին Տավուշում միակողմանի զորքերը ետ են քաշվել, 25-ին դուք հայտարարել եք, 25 ենք եկել հասել, նոյեմբերի 9-ին կնքել եք Արցախի վերաբերյալ այդ փաստաթուղթը, ամբողջ 5 տարի հայտարարել եք, որ Արցախով Ադրբեջանի պահանջները սահմանափակվում են, 25-ին եկել եք, դուք հլը հայտարարում եք, որ Հայաստանի Տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Մի հատ էլի հաջորդ կիսաանձնական բնույթի հարցը տամ։ Այդ ամբողջ փաթեթը կհրապարակեք, հասկանանք Ադրբեջանը մեզնից սենց ամբողջապես ինչ է ուզում, թե դուք էլ չգիտեք։ Ամեն անգամ, երբ որ մի պահանջը բավարարում եք, գալիս է 2-3-ը ավելանում է, եւ այդպես է։ Բայց դուք չեք դա ասում։ Ամեն զիջում ներկայացնում է որպես վերջինը, բայց դրան ավելանում է հաջորդ 2-ը, 3-ը եւ մնացածը։ Հիմա ես գիտեմ, որ մենք երբ այսպես խոսում ենք, ներկայացնում ենք խնդիրները, իրականությունը, մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը համաձայնում է արդեն, որտեղ դուք այնտեղ եք հասցրել, որ եթե մի քանի տարի առաջ բռնապետ Նիկոլ Փաշինյանը տերմինը բառակապակցությունը ծիծաղելի էր, հիմա էլ ծիծաղելի չի է։ Բայց մեր քաղաքացիները ավելի շատ հարցնում են այլընտրանքների մասին, որ իրականում որն է մեր այլընտրանքը, ինչպես կարող ենք այս իրավիճակից դուրս գալ։ Դիմելով ձեզ, սիրելի քաղաքացիներ, հատկապես երիտասարդներ, կախարդական փայտիկներ չկան։ Մի անգամ կախարդական փայտիկ խոստացողը տեսակ ինչ աղետ ձեզ բերեց։ Միակ ճանապարհը ձեր մասնակցությունն է քաղաքական գործընթացներին, ընտրություններին կլինի հաջորդ կիրակի օրը վաղար շաբաթում, որովհետև ձեր չմասնակցությունը ուղիղ ինդուլգենցիա է գործող իշխանությունների քայլերին, արարքներին, գործողություններին ու ծրագրերին։ Այլընտրանքը ինչքան էլ տրիվիալ հնչի, սկսվում է չանելուց այն, ինչ անում են այս մարդիկ, ու չլինելով այն, ինչ այս մարդիկ են, որովհետև շատ կարելի է ծրագրային, դոկտրինալ այլընտրանքների մասին խոսել, բայց ես ձեզ խնդրում եմ, պատկերացրեք Նիկոլ Փաշինյանին բանակցելուց կառավարական առանձնատների շուրջ, հիմնավորելուց, որ ինքը պիտի այդտեղ լինի, այդտեղ կարևոր է, իր բոլոր անվտանգային միջոցները շատ կարևոր են, ու պատկերացրեք նույն Փաշինյանին բանակցելուց Արցախահայերի իրավունքների շուրջ։ Տարբեր Փաշինյաններ են դրանք։ Տարբեր Փաշինյաններ են, այլընտրանքը ընդհանրապես սկսվում է քաղաքական հակառակորդներին ավելի քիչ ատելուց, քան սիրում ես պետությունը։ Ձեր այլընտրանքը սկսվում է չլինել Նիկոլ Փաշինյանից, ու այդ քաղաքական ուժերը ու դերակատարները Հայաստանում կան։ Ուղղակի ձեր քվեով, ձեր մասնակցությամբ դուք պետքա մերժեք այս ծրագրի մասը դառնալը, որովհետև այս մարդիկ ձեզ դարձնում են իրենց հանցակիցը։ Ինչ անում են,
պատասպարվում են ձեր ետևում, սիրելի քաղաքացիներ։ Հաջորդիվ ելույթ կունենամ ես։